Շնորհավոր ամանոր և սուրբ ծնունդ, սիրով ձեր Մեդիահաբ։ Բարև ձեզ, պարոն Սաղաթելյան, շնորհակալ եմ մեզ հյուրընկալելու համար։ Պարոն Սաղաթելյան, 2025-ը մոտենում է ավարտին, ինչպիսի տարի էր 2025-ը քաղաքական առումով։ Եթե կարճ փորձեմ բնութագրել կամ նկարագրել 2025-ը քաղաքական առումով, դա գործող վարչախմբի կողմից հերթական բռնությունների, զիջումների տարի էր։ Առհասարակ 2025 թվականը Հայաստանի նոր անկախ պատմության մեջ, եթե փորձենք բնութագրել, դա հայ առաքելական եկեղեցին թիրախավորելու, քաղաքաբանտարկյալներով Հայաստանի բանտերը լցնելու, քաղաքական ճնշումների, ապօրինությունների տարի էր։ Այս իմաստով, երբ որ փորձենք ամփոփել տարին, մեկ դա կարող ենք արձանագրել, եւ երկրորդ Չարիք իշխանությունը դեռ շարունակում է մնալ իշխանության իր բոլոր հետևանքներով եւ փորձելու է բնականաբար հաջորդ տարի ամեն ինչ անել, որպեսզի վերարտադրվի այս ընդհանուր իրավիճակը, որի մեջ գտնվում ենք։ Ընդդիմությունն ինչ է անում, պարոն Սաղաթելյան, որովհետև քննադատություններ դուք եւս շատ ունեք, ասում են, որ ոչնչով զբաղված չեք, դրա համար էլ Փաշինյանը կարողանում է բոլոր կարմիր գծերը հատել։ Հայտնի են այդ մարդիկ, ովքեր դա ասում են, ինչ են ասում, իշխանության հետ ձեռք-ձեռքի տված էլ գործում են, այս տարիների ընթացքում ոչ մի բան այդ ասողները չեն արել, չեն էլ անելու, չեմ էլ ուզում ընդհանրապես դրանց անդրադառնալ։ Այո, ընդդիմությունը չի կարողացել սրանց հեռացնել եւ ամեն ինչ պետք է անի, որպեսզի առնվազն հաջորդ տարի, եթե ձևակերպենք, որն է մեր գլխավոր խնդիրը եւ անելիքը, ամեն ինչ անել այս Չարիքի իշխանության վերարտադրությունը կանխելու համար։ 26 թվականը մեր պետության ժողովրդի համար շատ կարևոր եւ ճակատագրական տարի է, իսկ ընդդիմության, ոչ միայն ընդդիմության, առհասարակ ազգային պետական մտածողություն ունեցող մարդկանց համար գերխնդիրը 26 թվականին այս Չարիքի իշխանության վերջ տալն է։ Իսկ ամեն ինչ անել, որպեսզի չկարողանան վերարտադրվել եւ ամբողջ ուժերը եւ ջանքերը պետք է ուղղենք այդ ուղղությամբ։ Այսինքն Իսկ այս խորհրդարանական անցնող 5 տարիների ընթացքում ով ինչ է արել, ով ինչ պետք է աներ չի արել, ով իրեն ոնց է պահել, բոլորի գործունեությունը ժողովրդի աչքի առաջ է, թող տեսնեն ով ինչ է արել եւ այդ գնահատականը տա։ Պարոն Սաղաթելյան, 2026-ը իրականում բավականին բարդ տարի է լինելու, հունիսի 7-ին ունենք խորհրդարանական հերթական ընտրություններ։ Ձեր մասնակցությունը արդեն հաստատված է թե ոչ եւ դաշինքով է գնալու, թե դաշնակցությունը այս անգամ առանձին է իր գործունեությունը ծավալելու, այս մասին որոշում կա թե ոչ։ Այդ հարցի պատասխանը վերջնական կունենանք հաջորդ ամիս, երբ որ տեղի ունենա Դաշնակցության Հայաստանի կառավարության գերագույն ժողովը։ Մեր ներքին ընթացակարգերով նմանատիպ հարցերը որոշում է կուսակցության բարձրագույն ժողովը, որին մասնակցում են մեր ընկերները ներկայացչական սկզբունքով, հաջորդ ամիս տեղի ունենալու ժողովը եւ բոլոր հարցերի պատասխանը մենք կտանք։ Պարոն Սաղաթելյան, այնուամենայնիվ, եթե 2026 թվականին ինչ-ինչ հնարավորություններով Փաշինյանը կարողանա կրկին իշխանությունը վերցնել, դուք կհայտնվեք խորհրդարանում որպես նրա անդիմություն, թե օրինակ 2021 թվականից մինչև այս պահը ինչ որ դասեր քաղել եք ու նաև հասկացել եք, որ ինչ որ չափով խորհրդարանում անդիմություն լինելը այդքան էլ արդյունավետ չէ։ Ամենահեշտ բանը, որ կարող էր լինել այս ժամանակահատվածում, այն էր, որ մենք չգնայինք խորհրդարան տարբեր պատճառաբանությունները, որովհետև մեր գործունեության ինչ-որ փուլում այդ տարբերակներն ենք փորձել։ Պարզապես մի ամբողջ նստաշրջան բոյկոտել ենք, չեն գնացել, բայց հետո գնահատել ենք իրավիճակը, որ այդ չգնալը բխում է իշխանության շահերից եւ իրենք ավելի ազատ եւ կոմֆորտ են զգում մեր բացակայության պայմաններում։ Ինչ կլինի, եթե Աստված չանի, այս իշխանությունը վերարտադրվի, մենք այլ սցենար այս պահին չենք քննարկում, բացառապես կենտրոնացած ենք նրա վրա, որ ամեն ինչ անենք, որ այս իշխանությունը հունիսի 7-ից հետո այլևս իշխանություն չլինի եւ ավարտվի այս դժբախտությունների, ողբերգությունների, կորուստների, զիջումների շղթան։ Մենք այլ բան չենք էլ ուզում մտածենք, այլ տարբերակ չենք էլ ուզում քննարկենք եւ մեր բոլոր ջանքերը կենտրոնացնելու ենք այս Չարիքի իշխանությանը հեռացնելու վրա։
այս պահին դրա վրա են կենտրոնացած եւ որևէ այլ սցենար չենք քննարկում։ Իսկ ինչ վերաբերում է նրան, որքան է հաճելի, որքան է արդյունավետ այս իշխանության ընդդիմություն լինել, մենակ մի սրահում դալիճում նույն օդը շնչել սրանց հետ, արդեն դա շատ ծանր հարվածացանկացած նորմալ մարդու առողջությանը, էլի։ Բայց այսա պայմանները, այսա իրավիճակը, մենք չենք խուսափել որևէ իրավիճակում մեր պայքարից նահանջելու, հետ կանգնելու կամ ճակատ կռիվ տալու։ Գտել ենք պետքա գնալ, գնացել ենք, պետքա անել, արել ենք, իրենք էլ ամեն կերպ ու ամեն ձև թիրախավորել են։ Մի խոսքով ձեր առջև է այս ամեն ինչ։ Հարցը ինչի համար էր, նաև որովհետև պարոն Սաղաթելյան, երբ որ գնում եք նիստերի դահլիճ եւ լինում են վեճեր, բոլորն ասում են, տեսեք, գնացին, դարձան այս իշխանության ընդդիմությունը, ոչինչ չեն կարողանում անել, փոխարենը ՔՊ-ի վիրավորանքներն են կուլ տալիս։ Չեք գնում, ասում են, տեսեք, իրենք մանդատ ունեն, որ պիտի գնային, ինչ որ հարցեր բարձրացնեին, բայց չեն մասնակցում նիստերին ու ՔՊ-ն իր օրակարգը ոնց ուզում տանում է։ Այսինքն երկու դեպքում էլ մեղադրանքները շատ են։ Դուք ձեր հարցին պատասխանեցիք։ Մի տեսակ կա, որ ինչ անես, խոսելու է, էլի։ Չգնաս խոսելու է, գնաս խոսելու է։ Երբ որ կռիվա տեղի ունենում, ասում են չեք ամանչում ինչով եք զբաղված։ Երբ որ կռիվ տեղի չի ունենում, ասում են չհասկացանք ձեզ վիավորեցին, պատասխան չտվեցիք։ Այսինքն մի տեսակ կա, որ ինչ ուզում ես արա, միևնույն է, ինքը խոսելու է, որտեղ ինքը վարձատրվում է դրա համար։ Հետևաբար եկեք լուրջ սրանց չանդրադառնանք, էլի դրանք շատ փոքր եւ հանրության շրջանակներում որևէ տեղ չունեցող հատված է, որ իրենց գործը դա թողանան, հիմա ինչքան կարելի է ուշադրություն դարձնել։ Այնուամենայնիվ, եթե որպես անաչառ դիտորդ դուք ձեր գործունեությունը դիտարկեք, ինչպիսինն էր, 2025-ին որ հարցում թերացավ ընդդիմությունը։ Նայեք, մենք չենք կարող մեր գործունեությունից բավարարված լինել այնքան ժամանակ, քանի մեր առջև դրված հիմնական խնդիրը չենք լուծել։ Եթե այս տեսանկյունից նայենք, իհարկե մենք բավարարված չենք այն իրավիճակից, որ կա, բայց նաև ակնհայտ է, որ մեր բոլոր հնարավորություններով, նաև ազգային ժողովում ներկայացված շատ պրոֆեսիոնալ, շատ թիմային աշխատանքի, շատ հետևողական աշխատանքի շնորհիվ անում ենք եւ ամեն ինչը ու օգտվում ենք այն գործիքակազմից, որ մեր տրամադրության տակ կա։ Գիտեք, մի քիչ ծիծաղելի է, երբ որ ընդդիմությանը քննարկում են, որ ձեր օրակարգերը ազգային ժողովում տապալվում են։ Կա խորհրդարանական մեծամասնություն, որը կապ չունի ընդհանրապես ժողովրդավարության հետ, արժեքային որևէ համակարգ չունի, մենք գործ ունենք ներքին թշնամիների հետ ըստ էության։ Եվ բնականաբար մեր օրենսդրական նախաձեռնությունները, թեկուզ մեր պետության շահերից բխող ցանկացած լավ բան մերժում է իշխանությունների կողմից, բայց մենք շատ հաճախ, այո, գիտակցելով, որ իրենք մերժելու են, մենք այդ նախաձեռնություններով հանդես են գալիս իրենց իրական դեմքը ցույց տալու։ Օրինակ մենք մի գեղեցիկ բան արեցինք, ՔՊ-ի նախընտրական խոստումները, որ իրենք խոստացել են կենսաթոշակների բարձրացում, տարբեր նախաձեռնություններ, մենք հանդես եկանք իրենց խոստումների օրենսդրական նախաձեռնությամբ խորհրդարանում, որոնք իրենք հետևողականորեն մերժեցին, ասում կենսաթոշակները բարձրացնելու։ Թող տեսնի մեր հանրությունը իմանա ովքեր են այս խաբը բաներ։ Շատ լավ, պարոն Սաղաթելյան, քանի որ տոնական է մեր եթերը, ձեզ համար ունենք մի քանի բլից հարց։ Սկսենք։ 2025-ը անձնապես ձեզ համար ինչպիսի տարի էր։ Ոչ մեծ ձեռքբերումներով եւ առհասարակ վերջի 7 տարիների հերթական շարունակություններ։ Տարվա ամենադժվար որոշումը։ Շատ են եղել, բայց կոնկրետ դեպքի վրա չանդրադառնամ։ Ամենակարևոր ձեռքբերումը։ Անձնական նկատի ունեք, թե քաղաքական։ Անձնական։ Եթե անձնական ասենք, օրինակ վերջին օրերին աղջիկս քննություններ էր հանձնել, սա շատ բարձր ցուցանիշ էր արձանագրել, որը անձնական իմաստով կարևոր ձեռքբերում եմ համարում։ Օր, որը կուզեիք ջնջել օրացույցից 2025 թվականին եղած օր։ 25
Տոնց բարդ հարցեր եք տալի ու բլից պատասխան եք ուզում։ Նայեք, հիմա ասած կոնկրետ, որ խայտառակություններ Բաքրատ Սրբազանի ու ընկերների ձերբակալության այդ հայտարարությունը, այդ շոուն, բեմադրությունը, որ անում էին։ Խայտառակություններ զզվելի էր այդ ամեն ինչը։ Խայտառակություններ Սամվել Կարապետյանի կամ եկեղեցու վեհապարի վրա արձակումը։ Գիտեք, սրանց իշխանության օրոք նման տհաճ, ամոթալի եւ խայտառակ օրեր տարվա մեջ բազմաթիվ անգամ պատահում են, երբ որ ամաչում ես, երբ որ քեզ վատ ես զգում, երբ որ ափսոսում ես, որ սրանք կան ու այս իրավիճակում են գտնվում։ Դժբախտաբար վերջի տարիների ընթացքում նման տհաճ ու զզվելի, երբեմն նաև սարսափելի ու ողբերգական օրեր շատ են տեղի ունեցել։ Ինչ չհասցրիք անել 2025-ին։ Հիմնական բանը, որ նորից կրկնում եմ, դեռ սրանք իշխանության։ Որտեղ եք դիմավորելու ամանորը։ Տունը։ Ընտանիքի անդամների հետ։ Այո։ Ում եք առաջինը շնորհավորելու։ Ծնողներիս հավանաբար։ Հավատում եք Ձմեռ պապիկին։ Ուզում եմ հավատալ։ Մի բան, որ անձնապես ձեզ համար կուզեիք։ Առողջություն։ Եթե ինչ-ինչ հնարավորություն լիներ ու դուք լինեիք Նիկոլ Փաշինյանի Ձմեռ պապիկը, ինչ կնվիրեիք նրան։ Բանտի ուղեգիր։ Սիրում եք հայկական խոհանոցը։ Այո։ Ամանորի ամենասիրելի ուտեստը։ Տոլմա երևի։ Ում պատրաստած։ Մորս կամ կնոջս։ Շատ լավ, եւ ձեր մաղթանքը հայ ժողովրդին 2026-ի արդիվ։ Ամենակարևոր մաղթանքը, որ 26 թվականին կարողանանք միասնական ուժերով ազատվել այս չարիքի իշխանությունից, երկիրը դուրս բերենք այս իրավիճակից եւ մենք մեր երկրում կարողանանք ապրել խաղաղ եւ արժանապատիվ։ Շնորհակալ եմ շատ, պարոն Սաղաթելյան։ Ես եմ շնորհակալ։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ։ Սիրով ձեր Մեդիա Hub